Հետևել եք Գյումրու ընտրություններին։ Այո, իհարկե։ Իսկ Փարաքարի։ Այո։ Ինչ կարծիք ունեք արդյունքների մասին։ Փարաքարում շատ գոհ եմ։ Գյումրիում դեռ խառն է։ Այնուամենայնիվ Գյումրիում ավելի շատ ձայն հավաքել։ Այո, բայց մի հոգի կա, որ չի միացել անդիմության ընդհանուր ձայներ։ Այո, Մարտուն, այո, լավ ասացիք, ուզում եմ անունը հիշեի, չէի հիշում։ Մարտուն Գրիգորյանը պետք է միանա ընդհանուր ընդդիմության ձայներին։ Եթե չարեց, Մարտուն Գրիգորյան իր որդուն եւ Մանն են, չէ՞, ձերբակալել հորը։ Հա, ես գիտեմ, նեղության մեջ ես, բայց տղա ջան, ամեն զավակ քպն չանցնի։ Չեմ ուզում կարծիք ունենալ, բայց սպասելի էր։ Շատ սպասելի էր, ամեն ինչն էլ սպասելի էր։ Փարաքարին հետևել եք, այնտեղ միասնապարտություն կրեցին։ Սպասում էի։ Շատ լավ էր։ Ճիշտ ստացվեց, բայց չգիտես, աջ գնալն է, ճիշտ թե ձախ գնալն է, չգիտես։ Այնքան ենք խաբվել արդեն, չգիտես, որն է։ Լավը, որն է վատը։ Արդեն մարդու մեջ կոտրվել է հավատը ամեն մեկի ամեն ինչի նկատմամբ։ Այդ շատ վատ բան է, ազգային կործանում է դա։ Ես ինքս փարաքարցին վերջապես ինչ որ մի բան տեղի չարժվեց։ Գոհ եք արդյունքներից։ Հա։ Իսկ Գյումրու ընտրություններին։ Այդքան էլ չի։ Հասացի լավ է, ամեն դեպքում եթե հավաքական մնա ամեն ինչ լավ է։ Արդյունքներից գոհ եմ։ Գոհ եք։ Իհարկե։ Դա առաջի քայլն է, որ այս իշխանություններին ճանապարհենք։ Բայց այդպես որ մանրամասը չէ։ Բայց ակնկալի։ Գյումրին որոշիչ է լինելու։ Ես միշտ Գյումրին հարգել եմ որպես թասիբով մարդիկ էլի ու չէ էլ կասկածում, որ իրանց մեջ ինքնասիրությունը բարձր է, քան մեր ղեկավարության մեջ։ Ինչ եք կարծում 2026-ին կունենանք ընտրություններով այս իշխանությունը ճանապարհելու ակտ։ Չեմ կարծում, որտեղ ժողովուրդը արդեն համբերության բաժակը լցրել է, ինչքան կարելի է։ Այ հիմա որ հապկի համար էլ ստորագրեց, որ չեն ֆինանսավորում, արդեն թողեց մեզ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ միայնակ։ Այսինքն կարծում եք ավելի շուտ կփորձեն հեղացնել այդ իշխանություններին։ Դե կամ ասենք Ադրբեջանն ու Էրդողանը պիտի նենց անեն, մտնեն ստեղ Հայաստան, գրավեն էլ չլինի, կամ էլ ժողովրդի համբերության բաժակը որ լցվեց, պետք է դուրս գան փողոցեն, չի լինի։ Եվ այնքան վատ, որ ինքը ունի իր շրջապատում մարդիկ, որ նրանց էլ տալիս է ժողովրդի դատաստանին։ Վաղը մյուս օր այդ իր կողմնակիցները ոնց են քայլելու փողոցում, կամ դրանց երեխաները ոնց են գլուխները բարձր քայլելու, չի կարելի այդպես։ Ինչքան կարելի է։ Ինքը ասում է ժողովուրդը երբ որ ուզենա ես կհրաժարվեմ, չէ՞։ Դե ինչքան թող ասի կոնկրետ քանի հոգի թող այդ ժողովուրդը հավաքեն։ Փաշինյանի երևի արդեն չեն հավատում։ Չի արել Գյումրիում այն, ինչ որ ինքը խոստացել էր։ Եվ ժողովուրդ չէ։ Եվ մարդիկ հիասթափվել են։ Ակնկալիքներ չունեն Փաշինյանից։ Բայց չգիտեմ, այս նոր ընտրովին ինչպիսի դրսևորումներ կցուցաբերի Գյումրիի նկատմամբ։ Կապրենք կտեսնենք։ Իշխանության պարտությունը ինչպես կգնահատեք։ Դուք իրենք մտածեն, թող իրենք գնահատեն։ Դուք գոհ եք արդյունքներից, թե չէ։ Գիտեք ինչ, դա համենայն դեպս ինչ որ մի փոփոխություն է։ Երբեմն այո, պետք է որ մարդիկ հասկանան, որ ամեն ինչ չի, որ իրենց ուզածով է։ Հետևել եք Գյումրու ընտրություններին։ Թեթև։ Իսկ Փարաքարի։ Էլի թեթև։ Իսկ գոհ եք Ինչ որ արդյունքներից գոհ եմ այնքանով, որ ԿՊ չի լինի։ Դեմ եք այդ իշխանություններին։ Իհարկե, ուղղակի մեր ընդդիմությանը երևի ԿՊ-ի վհուկները թուղթուգիր են արել, ընդենց հանգիստ նստած են ու անտարբեր։ Այս ամեն ինչը պետք է ավելի վաղ սկսել, մի քիչ աշխուժություն, մի քիչ առաջընթաց։ Ուրեմն ԿՊ-ն եթե գնաց, մենք հաղթող ենք։ Դե ես գիտեք ինչ, այդպես էլ գիտեի, որ այդպես է լինելու, որովհետև նախնական արդեն լսել էին Գյումրիի պատմությունը, կարծում էի, որ այդպես էլ կլինի, ոչ մի կողմ
ընտրությունը չի հաղթի։ Հիմա ես այսպես էլ կարծում էի, այդպես էլ եղավ։ Արդյունքները ցույց տվեցին ինչ որ այսօր մեր իրականությունն է։ ԿՊ-ի պարտությունն է եւ այսօրվա ընդդիմադիր դաշտի ոչ կոնսոլիդացված վիճակը։ Այսինքն ընդդիմադիր դաշտը չի կոնսոլիդացվել։ Փնտրտուքների մեջ են, ինչի փնտրտուքների մեջ են դեռ չենք հասկանում։ Հուսամ կկոնսոլիդացվեն, կմիասնականան։ Մնացել է Մարտուն Գրիգորյանը, այսօր ինչքան գիտեմ պետք է հայտարարություն աներ, սպասենք, տեսնենք արդյունքներին։